Կառավարությունում անդրադարձան Ճամբարակի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով 6 քաղաքացի զոհվեց։ Անօթևան մնացածները գիշերել են հյուրանոցում, մի մասն էլ վերադարձել իրենց տները։ Նիստում ցավակցեցին զոհվածների ընտանիքների անդամներին։ Եվ այստեղ մենք էլի պետք է վերադառնանք մեր մշտական թեմային, որ ստանդարտները եւ ստանդարտների արկայությունը եւ ստանդարտների իրականացումն է, որ մեզ հնարավորություն կտա կամ խուսափել կամ նվազագույնի հասցնել նման դեպքերը։ Հայաստանում $500 միլիարդ AI արհեստական ինտելեկտի գործարան կկառուցվի։ Ծրագիրը նախատեսված է իրականացնել ակադեմիական քաղաքում, որի գործարկումը տեղի կունենա 2026-ին։ Դժոխային իրադարձությունների միջով անցնելով հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ թույլ տվեք ասենք չեմ ուզում տեն շատ տարածական բան ասել, բայց մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարատևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Փաշինյանի ձևակերպմամբ Հայաստանն այսօր բավականին լավ եւ հեռանկարային իրավիճակում է։ Ըստ նրա, եթե Հայաստանը անվտանգության խնդիր ունենար, այդպիսի ներդրումներ Հայաստանում չէին արվի։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաեւ սպառնալիքներ։ Եվ ընդ որում այդ սպառնալիքները եղել են միշտ։ Ոչ մի նոր սպառնալիք չկա։ Այսինքն այն բոլոր սպառնալիքները, որ եղել են, իրենք այսօր էլ շարունակում են մնալ։ Որն է տարբերությունը։ Տարբերությունն այն է, որ մենք այդ սպառնալիքները կառավարելու հնարավորություն ենք ստացել տեսական եւ գործնական, եւ երկրորդը, ինչն է նորություն է այս պատմության մեջ։ Նորությունն այն է, որ գոյություն ունեցող սպառնալիքներին որպես հակակշիռ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ։ Արդարադատության նախարարությունը նախագիծ ներկայացրեց, որով նախատեսվում է թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը։ Սրբուհի Գալյանը նորություն չէ, որ հայտնեց, բայց եւ տեղեկացրեց, որ քրեական վերաքննիչ բողոքները քննվելու են գրավոր ընթացակարգով։ Նախագծով սահմանվում է, որ վերաքննիչ բողոքների քննությունը պետք է տևի 6 ամիս, այսինքն սահմանվում է բողոքների քննության 6 ամսյա ժամկետ, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել միայն 1 անգամ 4 ամիս ժամկետով, ինչ կլինի, եթե դրանք տևեն 10 ամիս եւ ավել, որովհետեւ պրակտիկայում նման դեպքերը մենք չենք կարող բացառել։ Նման իրավիճակներում գործի քննության հետ կապված որևէ բան տեղի չի ունենա, որովհետեւ ժամկետի սպառումը չի ենթադրի, որ քրեական գործի քննությունը այդ փուլում կավարտվի, ոչ, պետք է դատարանը միևնույնն է որոշում կայացնի, այսինքն կողմերի համար նշանակություն չի ունենա, բայց դատավորի համար միանշանակ կունենա նշանակություն կարգապահական պատասխանատվության տեսքով։ Անապահովության գնահատական ունեցող ընտանիքների համար աշխատանք գտնելու հնարավորություն է տալիս կառավարությունը։ Ծրագիրը մի քանի մարզերում արդեն իրականացվում է։ Աշխատանք փնտրողները կարող են ստանալ ֆորմալ ուսուցում եւ անցնել գործի։ Կառավարությունն այս ծրագրին մասնակցող գործատուներին կաջակցի եւ կփոխհատուցի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։